վստահ եմ բոլորը հիշում են, հրապարակվեց 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ հարցազրույց լրատվականներից մեկին, կարելի ասել այնպես, ինչպես հիմա մենք ենք ունենում հնարավորություն միմյանց հետ հաղորդակցվելու։ Նշված հարցազրույցում 30 վայրկյան բովանդակությամբ Սամվել Կարապետյանի կողմից որպես իր մտահոգություն եւ ես կարծում եմ նաեւ օբյեկտիվ մտահոգություն բարձրաձայնվեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա վերաբերյալ իր պատրաստակամությունը նաեւ եկեղեցուն պաշտպանելու։ Կարելի ասել բառերի ձևակերպումների հետ կապված վստահ եմ հարցեր կլինեն դրան կանդրադառնանք, բայց եկեք մի բան արձանագրենք։ Ի տարբերություն այլ աղմկահարույց դեպքերի, քրեական գործերի, որոնցից շատերը դուք լուսաբանել եք, բարեխղճորեն եք լուսաբանել, այս գործը մի առանձնահատկություն ունի։ Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Քանի որ այստեղ մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։ Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե աբսուրդը ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս իրավական աբսուրդը։ Կարծում եմ կրկին բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թվականի հունիսի 17-ին։ Մենք տեսանք ինչպես գործադիր իշխանության ղեկավարը Facebook սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք այդ թվում ուղղված էին Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, որը աննախադեպ էր, որը եվրոպական որևէ մի երկրում չենք տեսել։ Մենք գիտենք, որ եվրոպական երկրներում էլ սոցիալական ցանցերը բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրացվում է, բայց որ այնտեղ հնչի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի, դա իսկապես աննախադեպ էր։ Եվ դրանով իդեպ այդ կետից սկսած արդեն մենք ունենք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալը,